Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Բևերի ԱՄՆ YouTube-յան ալիքով իրավունք և համանջատիրություն հաղորդման հերթական թողարկումն է։ Մինչ հաղորդումը սկսել է կխնդրեի սեղմեք լայքի կոճակը, տարածեք այն ձեր սոցցանցներում և մեկնաբանություններ գրել, իսկ ովքեր չեն բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Այսօրվա մեր հյուրն է Օքսանա Դանիելյանը Արցախից, մենք պատրաստել ենք մի քանի հարցեր Օքսանայի համար, բայց մինչ սկսելը կխնդրեմ մի փոքր պատմեք ձեր մասին Օքսանա։ Բարև ձեզ Անուշան, ես էլ եմ շատ ուրախ եմ, որ այսօրվա ձեր հյուրը հենց ես եմ, հրավերի համար անչափ շնորհակալ եմ։ Ուրեմն մի քիչ ներկայանամ, ես Օքսանան եմ Դանիելյան, Արցախից, Ստեփանագերտ քաղաքից, իծն այնտեղից եմ։ Սովորել եւ ավարտել եմ Արցախի պետական համալսարանը, մասնագիտությամբ հոգեբան եմ եւ աշխատել եմ, իմ գործունեությունն եմ ծավալել հենց Ստեփանագերտ քաղաքում։ Այդքանը իմ մասին։ Շատ լավ, Օքսանա ջան, 44 օրյա պատերազմի առաջին օրը որտեղ էիք, ինչպես իմացաք, որ պատերազմ է սկսել, մի փոքր կարող եք պատմեք այդ մասին։ 44 օրյայի պատերազմի ժամանակ ես հենց Ստեփանագերտում էի իմ ընտանիքով, բայց այդ օրը Կիրակի օր էր եւ մենք ամեն Կիրակի ընտանիքով երեխեքի հետ գնում ենք հայրական տուն, էլի Ստեփանագերտում։ Հենց այդ օրը այդտեղ էի, գիշերել էի այդտեղ, առավոտյան երբ որ արթնանում եմ ժամը 7-ի կողմերը, պայթյունի ձեներից ենք արթնանում։ Ու սենց վարակույրը քաշում ենք, մեկ էլ տեսնում ենք թմբի են բլրակի վրա, արդեն խփում են, շատ մոտ էր քաղաքին։ Ու ասում եմ ժողովուրդ պատերազմ է, բայց մինչև 20 թվականի այդ մինչև պատերազմը սեպտեմբերի 27-ին է եղել, ինչպես գիտեք, արդեն 20-ից հետո 24-ին, 25-ին այսպես անհանգստություն կար, կուտակումներ կար դիրքերում, դե ամուսինս լինելով զինծառայող, ինչպես կարող է ես չիմանալ, որ հենց այդպիսի վիճակ էր արդեն դիրքերում։ Արդեն ինքը այդ ժամանակ լավ հիշում է, որ արձակուրդում էր, բայց իրեն կանչեցին ու տարան, ինչպես նաև բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր որ արձակուրդում էին, բոլորը ամսի 20-ից հետո գնացին դիրքեր։ Ու այնտեղի զանգ եկա, որ կուտակումներ կա, մի քիչ պետք է զգույշ լինենք եւ սա լինելու է լայնամասշտաբ, որովհետեւ ամեն տեղում էր կուտակումները, ամեն դիրքում։ Այդպես էլ եղավ պատերազմ, դե ինչ էր մնում անել հայ կնոջը, երբ ունի երեխաներ անչափահաս, արագ զանգում եմ ինքը անհասանելի է ինչպես միշտ, իրագործում, ես որպես հայկին, զինվորականի կին արդեն պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի։ Վերցնում եմ երեխաներին, ծնողներիս հետ միասին շտապում ենք դեպի նկուղներ։ Եղբորս ընտանիքը, քրոջս ընտանիքը, այսպես բոլորս միասին հավաքվում ենք եւ իջնում ենք նկուղներ, սպասում տեսնենք ինչ է լինելու հետոն, իսկ հետոն, ինչպես գիտեք, շատ երկար էր, երկար տևեց 44 օր։ Իսկ ինձ համար վերջում կասեմ 65 օր, որտեղ ես 65 օր անց տեսա իմ ամուսնուն։ Երեխաները, երբ որ անցնում ենք նկուղներ, սկսում է տեղահանում, տարհանում, այսինքն կանայք եւ երեխաները սկսում են տեղահանվել դեպի Երևան, դեպի Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, բայց ես մնացի այնտեղ, որովհետեւ երբ կապը բռնեց, ասացի ինչ պիտի անեմ, ամուսնուս իմ երեխաների հետ, ասեց ամեն ինչ նորմալ է, դու մի անհանգստացիր, դե նորմալ է, նկուղից տեղն եմ ընդամենը փոխել, եկել եմ եկեղեցու տակի նկուղն եմ, պատասպարվել եմ այնտեղ։ Ու այսպես, բայց դե նկատվում էր, որ արդեն վիճակը իրոք շատ լուրջ էր եւ հոկտեմբերի 1-ն էր թե 2-ը, չեմ կարողանում հիշել կոնկրետ օրը, մնացել էի ես մենակ նկուղում իմ բալիկների հետ, այսպես ես տեղահանվում եմ, սկզբից Սիսիանում եմ հաստատվում ընկերուհուս հետ, այնուհետև տեղափոխվում եմ մեծամոր քրոջս տուն ու պատասպարվում ենք այդտեղ ենք մնում մինչև պատերազմի ավարտը, իսկ այդ ընթացքում ինչերի միջով է անցել հայկին իր երեխաների հետ, մեզանից յուրաքանչյուրը դա Արթեմյան Աստծուն է հայտնի, որովհետև անընդհատ լսում ենք, որ այս մեկի եղբայրը զոհվեց, այն մեկի ամուսինը, բոլորս էլ սպասում ենք նման բանի, բոլորս էլ պատրաստում ենք մեզ, որ հնարավոր է մեր դուրն էլ մի օր դա կծեծի։ Այսպես եւ փառք Աստծո, այդքան դժոխքից ու արհավիրքներից հետո այո ամուսինս էլ է ենթարկվում
իրանց հետ ամեն ինչին, մեքենան է պայթում եւ այլն, բայց եւ այնպես ողջ եւ առողջ 65 օր անց մենք հանդիպում ենք եւ հետ են գնում մեր երկիրը Արցախ։ Գրումները այդ օրերին ինչ դժվարությունների մեջով եք անցել եւ ինչերի նամանավանդ եթե փոքր երեխաներ ունեք, ուղղակի ցավալի է, որ երեխաները նման իրավիճակներին ներկա են եղել։ Օքսանա ջան, պատերազմը ինչպես փոխեց ձեր վերաբերմունքը ապագայի հանդեպ, դիմակայելու ուժը որտեղից եք գտնում այդ դժվար օրերին։ Հետևյալը կասեմ, դե երբ պատերազմը ավարտեց, ասացի ես հետ եմ գնում Արցախ, այո, շատերը մնում են Հայաստանի Հանրապետությունում, իրենց աշխատանքային գործունեություն սկսում են այստեղ ծավալել, շատերը հետ են գալիս, իրենց տներն են վաճառում, գալիս այստեղ հաստատվում, բայց գրեթե 80%-ից ավել, 90% այսպես կասեմ, հետ են գնում Արցախ, արցախցիներս, ու սկսում ենք մեր առօրյա կյանքով ապրել, անձամբ իմ աշխատանքի վայրում բացական մարդ չի լինում։ Անգամ երեխաների քանակն էր նորմալ, ինչպես որ հաճախում էին։ Մենք սպասում ենք, որ հնարավոր է չգան, բայց չէ, բոլորը ներկայանում են։ Ու սկսում ենք ապրել, բայց եւ այնպես ինչ որտեղ եւ վստահ որ լավ կլինի, բայց ինչ որտեղ էլ կասկածում ենք, որ ինչի ենք եկել։ Այդ ինչն է մեզ ձգել, որ մենք հետ ենք եկել Արցախ։ Ինչը մեզ մի պարզ բան էր այդ պահին հիշում, որ իհարկե մենք հետ ենք եկել, որովհետև հողը մեզ ձգել է, որովհետև մենք ուզում ենք ապրել մեր երկրում։ Եվ հետո էլ ինչպես գիտեք, ռուս խաղաղապահներն էին եկել, ինչ որ չափով էլ sense վստահ, որ հաստատ այն վիճակը չի լինի, էլի, ինչ որտեղ կարող է մեզ պաշտպանել, ինչ որտեղ հնարավոր է, որ մենք լավ լինենք, ապահով լինենք, չէ՞ որ խաղաղապահներ կան եւ այլն։ Եվ այսպես սկսում ենք աշխատել այստեղ, սկսում ենք, բայց եւ այնպես, ինչպես ասացի հենց սկզբից, այդ մի փոքր կասկածը կար։ Գրեթե բոլոր կանայք Արցախի, ովքեր մեքենա վարել չգիտեր, գնում էր եւ մեքենա վարել էր սովորում, այդ ժամանակ VIU ավտոդպրոցն են բացում եւ ես հենց առաջին թողարկումներից էի, իրանց դպրոցի մեքենա վարելն ենք սովորում, պարտադիր երևույթ, որպեսզի եթե Աստված չանի նորից մի բան լինի, մենք մեր մեքենաներով մեր երեխաներին հանենք, որովհետև Արցախի 98%-ը զինվորականներ էին, իրենց ամուսինները, տենց ընտանիք չկար, որ զինվորական չլիներ, կամ եղբայրներ, կամ պապաներ իրանց, կամ իրանց ամուսիններ, բոլորը գրեթե զինվորական է։ Մի պահ, որ մտնում էինք Արցախ, ցանկացած հյուր, ցանկացած զբոսաշրջիկ, մի պահ թվում էր, թե ինքը մտել է ասենց մի հատ վայեննի բազա, որովհետև գրեթե բոլոր այդ կանգառներում կային զինվորականներ, քաղաքում էլ զինվորականներ էինք։ Այսպես ես իմ ամուսնու օգնությամբ սովորում եմ, կրակային եմ գնում եւ սովորում եմ դիպուկահարի գործն եմ սովորում, մեր լեզվով ռուսերենով ասած на всяком случае, էլի, դե բայց սովորում, ինչ անենք, հա, էդ էլ ենք սովորում, տիրապետում ենք լավ։ Պատերազմը լիքը բան է փոխել կյանքի հանդեպ, բարեկամական շրջանում էլ ես սկսել ուրիշ ձևով նայել, որովհետև այդ նեղ պահերին, նեղ օրերին արդեն հասկանում ենք ով է, ով կարող է թիկունքիդ կաղնել, ով կարող է քեզ թիկունքից հարվածել, ով է որ երբ նեղա վիճակը, տեղդ նեղա, հասնում է, ով է որ ձև է տալիս, որ չգիտի թե դու որտեղ ես, կյանքի հանդեպ փոխվում ես ու ավելի ես ուժեղանում, արդեն սկսում ես մարդկանց ուրիշ աչքերով նայել մինչև պատերազմը եւ պատերազմից հետո շատ զգոն ես լինում, շատ զգոն ամեն պահի, ամեն վայրկյան, որ հնարավոր է։ Այդ կասկածը բոլորի մեջ է լինում է ու հնարավոր է եւ ցավոք սրտի մենք ճիշտ էինք, որովհետեւ գիտեք բլոկադա է լինում, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում անել, 9 ամիս մեր արցախցիները այդ ամեն ինչի մեջ հաղթահարում ենք, հետո պատերազմ, դե սարսափելին գնում է արդեն։ Օքսանա ջան, բլոկադայի մասին, որ ասացիք, դուք տեղյակ եք, որ 2023 թվականին, երբ Արցախը շրջապատման մեջ էր, ազգային ժողովրդական բևեռը ԱՄՆ-ի կոնգրեսում լսումներ կայացրեց Moran Global Strategies կազմակերպության միջոցով։
Եվ այդ լսումները մեծ ձայներ ստացան, որոնց մասին կան հանրային զեկուցագիր, եւ դրանք կարող եք նաեւ YouTube-ի վրա տեսնել։ Դուք տեղյակ եք այդ մասին։ Ես լինելով ակտիվիստ կա, այսպես ասեմ, անձամբ ես տեղյակ չեմ, ինչ ճիշտն է, որովհետև չի եղել հեռարձակում։ Եթե լիներ հեռարձակում մեր Արցախի հեռուստատեսությամբ, հաստատ ես տեսած կլինեի, կամ եթե լայն տարածում լիներ, ապա Facebook-յան այդ սոցիալական հարթակներում կլիներ, տեղյակ եմ, ոչ, եթե կարելի է մի փոքր մանրամաս ասեք, ավելի տեղյակ լինեմ մեր արցախցիների, շատ լավ կլինի, չէ, ես տեղյակ չեմ։ Դրա մասին մենք ունենք YouTube-ի մենք YouTube-յան մեր ալիքի վրա կա, եթե ցանկություն կա, կարող եք դրանք նայեք եւ լսեք, որովհետեւ մենք մի քանի վիդեոներ ունենք տեղադրված մեր YouTube-յան ալիքում։ Դուք նշեցիք, որ դուք ունեք փոքր երեխաներ, որտեղ ես ինքս փոքր երեխաների մայր եմ, ուղղակի ինձ հետաքրքիր է երեխաների վերաբերմունքը եւ իրենց ապրումները այդ օրերին, ինչպես երեխաները արձագանքեցին պատերազմի լուրը լսելով եւ հետո պետք է դուրս գայեք կամ ասենք նկուղում, եթե պետք է այդ դժվար պահին պետք է նկուղում դուք ինչ-որ պատասխանեք, ինչպես է երեխաների վերաբերմունքը կամ իրենց տրամադրությունը, իրանք հասկանում են ինչ է կատարվում, թե դուք պետքա որպես ծնող ավելի բացատրեիք կամ ինձ ուղղակի հետաքրքիր է։ 2020 թվականին, թե 23, որտեվ երկու անգամ 2020 պատերազմի ժամ 20 թվականը դե 20 թվականը, քանի որ երեխաների համար դա առաջին պատերազմն էր, առաջին նկուղ եւ այլն, իրոք որ այն ժամանակ դեռ շատ փոքր էին, այսպես ասած, փոքր էին։ Փոքր տղաս 2 տարեկան էր, հիմա արդեն 7, աղջիկս այն ժամանակ մեծ աղջիկս 13-12 տարեկան էր, դե հիմա մեծ են արդեն, այդպես, այն ժամանակ շատ իրենք փոքր էին, դե օրն էլ կիրակի էր, մեր հետ էին, փառք Աստծո դպրոց չկար եւ այլն, շատ վատ տարան, առաջինը, որ իրանց բաներ անում, դե աղջիկները ինչ որ չափով որ մեծ էին հասկանում են, հոր մասին էին մտածում, մամբա, պապանբա եւ այլն, դե ասում էի ամեն ինչ լավ է լինելու, հեսա կվերջանա կգան, սարսափ կար երեխաների մեջ, վախ կար, ամեն մի դմփոցից, ամեն մի գմփոցից երեխաները թռնում էին տեղից, հետո երկար շատ process պահանջվեց, որպես իրենք դուրս գային այդ ստրեսային իրավիճակից, կյանքում չեմ մոռանա այն օրը, որ գիշերով հոկտեմբերի կամ 2-ն էր կամ 1, կոնկրետ չեմ կարող հիշեմ, գիշեր էր եւ մեր ընկերներից մեկը ինձ օգնեց, որպեսզի դուրս գամ Արցախից, գիշերով այդ ջերմուկի մեծ կանտեների այդ բանով եմ դուրս եկել, մեծ մեքենա էր, ջուր էին բերում դիրքեր զինվորների համար ու ես դրանով դուրս եկա իմ երեխաների համար այդ մարդը տեղ էր սարքել որ քնեին իրենք էլ չէին հասկանում ինչ ոնց էս որտեղ են գնում ուր են գնում մութ գիշեր մեզ մենք ճանապարհով գնում էինք իսկ մեզ զուգահեռ գալիս էին այդ բանը շտապօգնության մեքենաներն են անդադ գալիս, մամա, էս ինչ են, էս ուր են գնում, մեծ աղջիկս ամբողջ ճանապարհին համարյա չի քնել, նստած էսպես սպասում, նայում էր անընդհատ մեր դիմացից, որ այդ մեքենաների դուրս էին գալիս, դե այդպես ճանապարհի կեսին մի պահ կանգ էին կառնում ու բոլոր արցախցիները, մամաներն իրենց երեխաների հետ կանգնած մեկը լացում էր, մեկը մի խոսքով այլելեված վիճակ էր, առանց հագուստ, առանց որևիցե մի բան, այսպես մի տոպրակ շոր էինք վերցրել, որ ասում ու դուրս էինք եկել այդպես։ Երեխաները իհարկե շատ ծանր տարան, շատ, որովհետև դա ստրես է, դա երեխաների հոգեբանության վրա էլ է ազդում։ Իսկ տեղահանման մասին որոշում կայացնելը որ պահին դարձավ անխուսափելի 2023 թվականին, որ արդեն որոշեցիք, որ պետք է տեղահանվեք։ Դե, ինչպես գիտենք 2023 թվականին դա իմ կյանքի ամենամեծ ցավոտ օրերից մեկն է, սեպտեմբերի 19-ը եւ սեպտեմբերի 25-ը, որ ես տեղահանվեցի
Միշտ շատ ծանր եմ խոսում այդ օրերի մասին, բայց պետք է հիմա փորձեմ ուժերս հավաքեմ ու խոսեմ։ 19-ին, երբ որ պատերազմը սկսվեց, դե բոլորը ինչպես նորից գնացին դիրքեր, ինչ որտեղ հույս կար, որ հնարավոր է ինչ որ չափով կանգնեցվի, պատկերացում ունեինք, որ անգամ եթե տեղահանվեինք, նորից հետ կգանք, ինչպես 20 թվականին է եղել։ Գրեթե բոլորի մոտ այդ պատկերացումն էր, դե բայց բլոկադա էր միջև այդ, սոված, ծարավ, մեծերն էլի մի կեր դիմանում ենք, բայց երեխաներին գիտեք անհնար է պահել, ամեն ինչից զրկված։ Երբ 25-ին ինչ էր անխուսափելի, որովհետև բանակը զինաթափեցին, պատերազմը մի օր տևեց, կանգնեցվեց, բոլոր շրջանները շրջափակման մեջ հայտնվեցին, բանակը զինաթափված, սոված երեխաները, մայրերը չգիտեին իրենց երեխաների առօրյա հոգան, թե գնան իրենց ամուսինների, դիակների հետևից, կամ իրենց եղբայրների, կամ իրենց հայրերի, դրանից բացի այդ բոլոր մեր դիակները, բոլոր այդ մեր մահացած զոհված զինվորները գտնվում էին շրջափակման մեջ, շատ դժվար ու ծանր էր նրանց այդ տարածքից հանելը, այնտեղ պետք էին ու այդ դեռ չհաշված բոլոր զինվորները, ովքեր որ ողջ են, իրենք էլ էին մնացել շրջափակման մեջ, իսկ մեզ ստիպում էին, որ պետք է զինաթափվենք, թե չէ նորից առաջ կգան։ Այդպես արդեն իրանք շատ մոտ էին, թշնամի մեզ շատ մոտ էր, գրեթե քաղաքում էին նստած, քաղաքի այդ ներքևի հատվածում, իսկ արդեն 25-ին ամսի իրենք զգացնել էին տալիս, որ քաղաքը մեռն է, Արցախը մեռն է, պետք է դուք դուրս գաք։ Մեզ ինչ էր մնում անել, այդպես SMS հաղորդագրություն եկավ իշխանության կողմից, որ խուճապի չմատնվեք, անգամ տեղահանման դեպքում, եթե պետք է տեղահանվենք, մենք ամեն ինչ կկազմակերպենք։ Դե 24-ին ամսի, սեպտեմբերի 2023 թվականի, սեպտեմբերի 24-ին մի հոսք դուրս եկա, մի 10 ընտանիք, հակարի կամրջով, և ոչ մի խոչընդոտի գրեթե չհանդիպեցին, ասին մեզ ստուգեցին և ոչ մի բան չարեցին, այդպես հանգիստ, որտև իրենց ուզածն էլ հենց այդ էր, որ մենք դուրս գայինք։ Դե 25-ին արդեն այդ խուճապային, այդ ամեն ինչով պայմանավորված, մարդիկ մեկը փոքր քաղաք է, գիտեք, մեկը մյուսին լսելով, որ հա բոլորը դուրս էին գալիս ու ոչ մի խոչընդոտի չէին հանդիպում, դե հետո արդեն բանակ չկար, ստիպում էին, որպեսզի առանց զենք լինեինք եւ այլն, բոլորի տներում կգան, կստուգեն զենքեր, ովքեր որ ունենան, այդպես մի պահ այդպիսի մի հատ խոսակցություն էր գնում, զինվորական հագուստում տանը գտնեն, այդ մարդկանց կբռնեն, կտանեն այդ տան անդամներին, ուրեմն իրենք զինվորական ունեն, դե արդեն ասեցի 99%-ը Արցախում զինվորականներ էին։ Բոլորը սկսեցին իրենց զինվորական հագուստները վառել, իրենց զենքերը թաքցնում էին, որոշները թաքցնում էին, հա, իդեպ ասեմ, այտենց ընտանիք չկար, որ տանը սեփական զենք չունենար, բոլորն ունեինք։ Պես սկսեցինք զենքերը թաքցնել, սկսեցինք շորերը վառել, որպեսզի լուբոմ случай, այն որ ասма մտնելուց էլ անգամ չգտնեն։ Իսկ մենք ամսի 24-ին ամուսիններով գիշերեցինք տանը բազմոցին նստած, յուրաքանչյուրի ձեռքին կար մեկական զենք ու շորերով, որպեսզի եթե հանկարծ մտնե, թուրքը այդ գիշեր մտնի մեր տուն, մենք կարողանանք պաշտպանվել։ Բոլորի տանը արդեն կար նռնակներ, անգամ եթե մոտենային երեխաներ, մենք որոշել ենք պայթեցնել, որպեսզի մենք գերի չընկնեինք։ Շատ վատ վիճակ էր, սարսափելի։ Եթե ես մնայի այնտեղ, կար 3 տարբերակ, կամ պետք է իմ երեխաներին իմ աչքի առաջ սպանեին, խոշտանգեին, ինչպես արեցին 15 թվականին, կամ պետք է ինտեգրվեինք, ապրեինք իրանց հետ, իրանց կանոններով, ստրկացած վիճակ։ Այսինքն արցախցին այնտեղ արդեն որպես արցախցի էլ չկար։ Իսկ ռուս խաղապահները, որ դուք նշեցիք, որ ռուս խաղապահներ կային, ռուս խաղապահները ինչ որ օգնություն ցուցաբերում էին արցախցիներին կամ դուք իրենց ներկայությամբ ձեզ ավելի ապահով եք զգում, թե ոչ։
Արդեն ոչ, երբ 19-ին պատերազմը սկսվեց, արդեն ամեն ինչ զգացնել տվեց, որ ոչ, որովհետև ռուս խաղաղապահները այն ինչ ես տեսել եմ իմ աչքով, ես դա եմ ասում, ես անգիր արած բառեր չեմ ասում, ես այստեղից այնտեղից չեմ կարդացել, ես տեսել եմ այն, ինչը տեսել եմ, ոչ, որպես լինելով այնտեղ, այն որ ասմա, ես անմիջական մասնակից, ոչ մի բան էլ չէինք տեսնում, ռուս խաղաղապահները կար, որ օգնում էին շրջափակումից դուրս կային մեր զինվորները, հա, այդ դեպքում հա, բայց ասես պատերազմը փորձեին կանգնեցնել, փորձեին, չէ որ Արցախցին լրիվ մենակ էր պայքարում, մեր Հայաստանի զինվորները արդեն չկային մեր մոտ, որովհետև կեսից ավելին եկել էին Հայաստան, դեռևս 20 թվականից հետո, և Արցախցին լրիվ մնացել էր մենակ, չնկատվեց, չտեսանք անկեղծ ասած, դուրս գալուց էլ, տեղահանվելուց էլ, ոչ մի կասեցում չեղավ, որ ասեին մի գնացեք, ամեն ինչ նորմալ ա լինելու, թեկուզ ճանապարհը փակեն, թեկուզ մեզ տային էլի որոշ ժամանակ, ասեին ինչ որ բան լավ ա լինելու, մնացեք եւ այլն, ոչ, Արցախցին ամեն կերպ փորձում էր դուրս գալ, հետո այնտեղ խոսակցություն կար, որ հակարին կփակեն, այդ էր խուճապ առաջացրել, որ հակարի կամուրջը լրիվությամբ կփակեն եւ արցախցիները ցեղասպանություն կանեն, դա շատ մեծ խուճապ առաջացրեց, դրա համար բոլորն ուզում էին շուտ անեին դուրս գային, որպեսզի ցեղասպանության չենթարկվեն, որովհետև մի պահ ճանապարհը փակվեց եւ ժամերով փակվեց, 8 ժամ գրեթե ճանապարհը փակեր, մնար մեզ, մենք պայքարող ենք, ես փոքր տարիքից 4 տարեկան, 3 տարեկանից, 4 տարեկանից 90-ականներից ես պատերազմը տեսել եմ, նկուղում եմ մեծացել, 88 թվականի շարժումը երբ որ սկսեց, գրեթե 94-93 թվականը պատերազմ էր, ես ինչքան ինձ հիշում եմ, ես նկուղում եմ եղել մանկությանս տարիներին, այդ մինչև 5-6 տարեկան, այդ 7 տարիքը, ուզում եմ ասել, մեզ մնար ես, ամուսինս, մենք տեսել ենք պատերազմ, մենք վախեցողներից չենք, մենք արդեն չենք ուզում, որ մեր երեխաներն տեսնեն, ապրեն այն, ինչ մենք ենք տեսել, ասում են ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, չենք ուզում։ Ինչ պատկերներ կամ իրավիճակներ տեսակ ճանապարհին, որ մինչև այսօր չեք մոռանում, այ ասացիք, որ երեխաները սոված էին, ուրիշ ինչ տեսակ, որ մնացել է ձեր հիշողության մեջ։ Տեղահանումից առաջ գնում էինք հայրական տունս, որ բան անեին, այնտեղ մի երկու կադր ֆիքսեի, գնում էի, որպեսզի բարձրանայի վերջին անգամ հրաժեշտ տայի իմ պատերին, բայց չկարողացա, ինչպես արդեն ասել էի, ճանապարհին, ուրեմն ամբողջ ճանապարհին տեսանք մահեր, տեսա ծնունդներ, ինչպես նաև մեքենայի մեջ մի կին ծննդաբերեց, այդ մեքենայի մեջ տեսանք մահացածների, ովքեր ճանապարհին չէին դիմանում, տեսանք լիքը ավտովթարներ, որովհետև մարդիկ խուճապի մեջ ընկած, հետո այդ ժամանակ, որ 9 ամիս չկար, բենզին չկար, որպեսզի իրենց մեքենաները վարեին, մեքենաների այդ անսարքության պատճառով էլ էին գալիս ընկնում ձորը եւ այլն, ճանապարհի եզրերին տեսանք լիքը բաներ, մեդալներ էինք տեսնում, պատվոգրեր էինք տեսնում, զինվորական, զենք զինամթերք էինք տեսնում, ծագող սուրգործիքներ էինք տեսնում, ամբողջ ճանապարհը այդպես դրանցով էր, որովհետև մարդիկ շատերը թաքցրել էին, չէին վերցրել, շատերը վերցրել էին պաշտպանության համար իրենց, բայց երբ որ արդեն զգացվում է, որ մոտենում էինք հակարին, այդ զենք զինամթերքը թափած էր գետնին, որովհետև վախենում էին անցակետում իրենց կխոշտանգեն կամ այդ զենքի համար իրենց վնաս կտան։ Իսկ ինչ տեսանք, երբ որ տեղահանվեցինք, ծանր էր մեզ համար եւ հոգեբանորեն, որովհետեւ կորցրել էինք Արցախը եւ ֆինանսապես եւ տնտեսապես ամեն ինչով էլ ծանր էր, չգիտեինք որտեղ ենք եկել, ուր ենք եկել եւ ինչ է մեզ սպասում, մի հատ սենց անորոշ վիճակ։ Բայց շատ գոհ եմ, շատ անչափ, երևի յուրաքանչյուր արցախցի դա կփաստի, երբ որ սա լսի, մեր Հայաստանի ընկերները, մեր
ժողովուրդը, անձամբ ժողովրդից շատ գոհ ենք, բոլորը մեզ կորիսում սիրով էին դիմավորում, մեր հետ փորձում էին հանգիստ խոսել, մեզ փորձում էին հասկանալ, մենք բոլորս այլայլված էինք, նյարդային վիճակում էինք, մեր վրա վիճակ չկար, բոլորս անխնամ, շատ եւ տեսքով եւ հոգեբանոր, հոգեպես ճնշված, բայց դրանք բոլորը շատ մեծ համբերատարությամբ մեզ աջակցում էին, անընդհատ մեզ սնունդ էին տալիս, մեզ տեղավորում էին, ովքեր որ բարեկամներ ունեին, գնում էին իրենց բարեկամների տուն, ովքեր որ չունեին, իրենց փորձում էին տեղավորել առաջին իսկ պատահած հյուրանոցներում։ Եվ այդպես, իսկ մենք տեղավորվեցինք Ծաղկաձորում, որից հետո շատ ծանր էտապ էր իմ մոտ, փորձեցի վերականգնել եւ իմ մոտ այդ վերականգնում շատ երկար տևեց, հունվարից արդեն սկսեցի հունի մեջ մտնել եւ փորձեցի աշխատանք փնտրել։ Այդպես շատ ծանր էր։ Երեխաներին դասավորում էինք դպրոցներում, անդադ երեխաների հետ հոգեբաներ էին աշխատում, ինչպես նաև մեր հետ, կապի էին դուրս գալիս, փորձում էին աջակցություն ցույց տալ մեզ ֆինանսապես, հոգեպես, այդպես, մինչև ոտքի կանգնեցինք։ Բանական վիճակը ավելի վստահ եմ, որ հիմա ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, հույսով եմ ավելի լավ է։ Հիմա ինչպես են երեխաները առօրյան անցկացնում, հիշում են Արցախի մասին, ձեր հետ հարցնում են Արցախից։ Իհարկե, անկասկած, իմ աղջիկը մինչև հիմա ստեղծագործում է, Արցախի մասին բանաստեղծություններ է գրում, մեկ ասում եմ, որ հանկարծ Արցախը մեր լինի, հրաշքով հետ գնանք, կգաք, ասում եմ, մաման, պայման, ասում եմ, բայց դուք էստեղ եք սովորում, ասում եմ, ինչ կապ ունի, մենք կգնանք, կարոտում են, մեկ-մեկ թերթում են իրենց ալբոմները, նստում նայում են, մեկ-մեկ նկատում են, որ լացում են, երբ որ մտնում են, մաքրում են իրենց աչքերը, կարոտով են հիշում, հա, իրենց արցախցի ընկերների հետ հավաքվում են, միջև այսօր իրենց դպրոցական այդ կոլեկտիվը պահում են, այդ դասարանում հավաքվում են, շփվում են, Արցախի մասին հիշել, չհիշել նշանակում է մահանալ, նշանակում է, չգիտեմ, չենք կարող չհիշել, Արցախը իմ շունչն է, իմ բնորանն է, իմ ծննդավայրն է, իմ ամեն ինչն է, ինչպես նաև իմ երեխաներին է, փոքր տղաս է ինչ որտեղ բանանում, այսպես, դե ինքը շատ տեղ փոքր էր, այն որ ասում 4 տարեկան էր այդ ժամանակ, 5-4-5, բայց էլի հիշում է, իսկ աղջիկներս արդեն մեծ են, այո, հնարավոր չէ 2015 թվականին Սասնա-Ծռեր համահայկական շարժումը ավտոերթով շրջեց Արցախի բոլոր շրջաններով եւ նախօրոք տեղեկացրեց ռուս-թուրքական Սև պլանի մասին։ Դուք տեղյակ եք այդ հանդիպումների։ Ոչ, տեղյակ չենք եւ թե ինչի չենք տեղյակ, ես դա չեմ կարող ասել, բայց ինչ որ չափով կասկածում եմ, որ ամեն գործ պետք էր անել մեր իշխանությունը, երևի թե որ իրենք չեն արել, չեն զգուշացրել, ես անձամբ տեղյակ չեմ։ Իսկ Օքսանա ջան, ձեր դիտարկմամբ ինչպիսի աջակցություն էր անհրաժեշտ տեղահանվածներին, որ չստացան։ Ինչպիսի, ասենք, կամ բավարար չէր կամ ուշացած էր ձեր կարծիքով, ինչ էր անհրաժեշտ, որ չստացան արցախցիները։ Եթե շատ անկեղծ լինեմ, սկզբից շատ լավ էր աջակցությունը, փորձում էին աջակցել ֆինանսապես, սկսեցին 50,000 դրամ աջակցություն ցուցաբերել, բայց այս տան վարձերը սկսեցին մարդիկ թանկացնել, իրենց տված այդ 50,000 դրամները լրիվությամբ գնում էր տան վարձերին, եւ մենք ստիպված էինք աշխատել վաստակել, որպեսզի մեր առօրյա հոգսերը հոգանք, դա տալիս ենք տան վարձ, իսկ մենք սովորաբար աշխատում էինք, որպեսզի մեր առօրյա ծախսերը հոգայինք, մեր ուտելիք, սնունդ եւ այլն կենցաղ, բայց Արցախցուն չէ որ Արցախցուն տուն է անհրաժեշտ, այ հենց այդ ուղղությունը պետք է իրենք հաշվի առնեին, մեզանից յուրաքանչյուրը կնախընտրեր չստանար այդ 50,000 դրամը, իրենք առաջին իսկ հերթին ապահովեին մեզ կացարանով, մշտական, թեկուզ դա լիներ 2 սենյականոց, չնայած մենք այնտեղ
տներ ենք կորցրել, տներ, ոչ թե տուն, այլ տներ, դա շատ կարևոր էր, որպեսզի արցախցիներից յուրաքանչյուրին ապահովեին կացարանով, տնով, ոչ թե 50,000-ական դրամ, կփաստեին բոլորը, որ ես ճիշտ եմ խոսում, այդ 50,000-ը ինչպես տալիս են, այնպես էլ գնում էր հենց պետության, այսպես ասես շրջանառության մեջ դրված, դե հենց դա էր, որ մի քիչ սխալ որոշում էր արցախցիների հանդեպ, իսկ մնացած առումներով աջակցում էին, մասնագիտություններ էին սովորացնում արցախցիներին, որպեսզի հոգեբանորեն իրենք էլ ցրվեին, կարողանային ոտքի կանգնել, շատերին պետք էր այդ մասնագիտություն սովորելը, շատերին պետք չէր, անձամբ ինձ, ես սովորել եմ վարսահարդարություն, ունեմ բարձրագույն 3 հատ կրթություն, բայց վարսահարդարություն սովորելով դա ինձ այդքան էլ պետք չէր, ուղղակի ես փորձում էի դուրս գալ այդ իրավիճակից, շփվելով մարդկանց հետ, փորձելով իմ մեջ ինչ-որ չափով սպանել այդ ամեն ինչը, բայց դե միևնույն է չի ստացվում, ներքուս չի ստացվում, հնարավոր է արտաքուս բոլոր այսպես նայում են, գեղեցիկ հագուկապով է, ինչն է իրան ստիպում եւ այլն, բայց ոչ յուրաքանչյուրիս մեջ կա այդ ցավը, այդ սպին դեռ կա։ Մենակ այդ տան բարձերի պահներ, որ մենք կնախընտրեինք ոչ թե 50,000-ական դրամ աջակցություն տային, այլ յուրաքանչյուրիս ապահովեին կացարանով։ Հիմա այդ ծրագիրը հանել են, որպեսզի ով ՀՀ քաղաքացիություն վերցնի, ինքը կարողանա օգտվի այդ ծրագրից, տուն կարողանա ձեռք բերի, բայց դե բոլորն էլ գիտեն, որ դա այդքան էլ հասու չի բոլորին այդ ծրագիրը։ Տարիքով մարդկանց հասու չի, մեզ հնարավոր է, մենք ջահել ենք, կարող ենք ստեղծել աշխարհ, բայց տարիք, հնարավոր չի։ Ինչ? Ջան, վստահ եմ Արցախի հույսը կամ մեզ բոլորիս մոտ, իսկ դուք անձնապես ինչպես եք պատկերացնում Արցախ վերադառնալու ապագան կամ ձեր կարգով ինչ պետք է փոխվի, որպեսզի Արցախի վերադարձը լինի։ Եթե իրատեսորեն մտածում ես, որպես հասուն մարդ, իրական ձևով մտածում ես, առանց պատերազմ չենք կարող Արցախը վերցնել, դա այդպես է։ Բայց եւ այնպես, ինձանից սկսած, ես չէի ցանկանա, որ պատերազմ լինի, որ նորից լինեն զոհեր ու այդ ձևով վերցնենք Արցախը։ Չգիտեմ, ուզում եմ հավատալ փոքր երեխայի նման, մանկան հավատքով հավատալ, որ մի հրաշք պիտի լինի, դա կլինի թե քաղաքական ձևով, դիվանագիտորեն, մի ինչ ձևով, ոնց որ չենք իմացել, որ դուրս կգանք այսպես մշտական, արդեն երկրորդ տարին է անցել է եւ մենք այստեղ ենք, այդպես մի հատ հրաշք լինի, դիվանագիտորեն, ուզում եմ, որպեսզի վերադառնանք Արցախ, այսինքն ապացույցներով, դա կլինի թե մեր պեղումներով մեր եկեղեցիները, չէ որ Արցախում 5000-ից ավել եկեղեցի կար, հայկական, ով է ասել ադրբեջանական, իսկ որտեղից այդքան եկեղեցիներ, ապացույցներով, ֆակտերով, որ Արցախը եղել է հայկական եւ կլինի հայկական եւ այդպես վերադարձվի, դա կանի թե Ամերիկան, թե մեկ այլ պետություն, չգիտեմ, մի հատ այսպես մի պետություն կանգնի Հայաստանի Հանրապետության կողքը, արցախցիների կողքը, ու այս ձևով ապացույցով դիվանագիտորեն հետ բերվի Արցախը կնքված պայմանագրերով, ինչպես նաև պատմության մեջ գիտենք լիքը պայմանագրեր կա կնքված, այդ պայմանագրերով Արցախը համարվի հայկական ու հետ գնանք մեր հողը։ Եվ հենց դա է փորձում ազգային ժողովրդական բևեռը իրականացնել լոբիստական կազմակերպությունների միջոցով եւ մեր ձայնը փորձում է լսելի դարձնել ԱՄՆ կոնգրեսում, Եվրոպայում եւ ամենտեղ։ Այսքանով ուզում եմ ավարտել մեր հաղորդումը, Օքսանիա ջան, շատ շնորհակալ եմ, որ ձեր պատմությունը կիսեցիք մեր հետ, ձեր ժամանակից եմ շատ շնորհակալ, հույսով եմ մի օր մենք կվերադառնանք Արցախ, ես վստահ եմ, որ մենք մի օր վերադառնալու ենք Արցախ։ Ապրեք շատ, շնորհակալ եմ, բարի գիշեր եւ մեզ բարի լույս, լավ մնացեք, հաջողություն ձեզ։